Աստծո լույսի ներքո աուդիոգիրք հեղինակ Պաշսարդան Գլուխ 3 Դարձեք վստահ առաջնորդ Աստծո առաջնորդության Ձեռքբերումները տալիս են վստահության հիմք, բայց իսկական ինքնավստահությունը գալիս է Աստծո մեջ ունեցած հավատքի շնորհիվ։ Ձեր ուժեղ կողմերը ճանաչելը նույնը չէ, ինչ ձեր վերապատրաստումները կամ աշխատանքային փորձը թվարկելը։ Սուրբ գրքում ասվում է. Տերը զորություն է տալիս իր ժողովրդին, ուստի երբ խոսում ենք ինքնավստահության մասին, պետք է խորանանք ոչ միայն մարդկային կարողությունների, այլ նաև հոգևոր պարգևների մեջ։ Ահա 3 հարց, որոնք կօգնեն բացահայտել ոչ միայն ձեր բնավորության հաջող կողմերը, այլ նաև Աստծո կողմից ձեզ շնորհված առաջնորդության կոչումը։ Ինչն է ձեզ մոտ լավ ստացվում։ Սա հնարավորություն է տալիս ճանաչել այն պարգևները, որ Աստված դրել է ձեր մեջ։ Պողոս առաքյալը գրում է Եփեսացիներին 4:7. Բայց մեզ յուրաքանչյուրիս Քրիստոսի պարգևի չափով շնորհ է տրված։ Կենտրոնացեք ոչ միայն ձեր բնավորության հատկանիշների, այլև հոգևոր տաղանդների վրա։ Հնարավոր է Աստված քեզ շնորհել է իմաստություն, առաջնորդելու շնորհ, խաղաղություն հաստատելու ուժ եւ տեսնելու այնինչ անտեսանելի է շատերի աչքին։ Այս ամենը կարող է ծառայել առաջնորդության մեջ, որպես առաջնորդ դուք կոչված եք օգտագործել ձեր տաղանդները ծառայելու, այլ ոչ թե իշխելու համար։ Մատթեոս ավետարան 20:26 Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի։ Ինչու մարդիկ պետք է հետևեն ձեզ։ Ղեկավարելու համար պետք է ոչ թե գերիշխանություն, այլ ծառայողական սիրտ։ Հիսուսն ասաց. ով որ ուզում է մեծ լինել, ձեր մեջ թող ծառա լինի։ Մատթեոս 20:26 Ինչն է ձեր մոտ զարգացնում վստահություն եւ հարգանք։ Երբ դուք առաջնորդում եք սիրով, արդարությամբ եւ խոնարհությամբ, մարդիկ ձեզ կհետևեն, որովհետեւ կտեսնեն ձեր մեջ ոչ թե վախի, այլ սիրո առաջնորդություն։ Կարող եք ընթերցել 2 Տիմոթեոս 1:7 Վերհիշեք պահերը, երբ Աստծո օգնությամբ կարողացել եք մոբիլիզացնել մարդկանց լուծելու խնդիրներ, համախմբել նրանց դեպի բարի նպատակներ։ Ինչ է կարել արժանանալու մարդկանց վստահությանը։ Վստահությունը չի կառուցվում խոսքերով, այլ գործերով։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է. հավատարիմ եղիր մինչ մահ եւ քեզ կտամ կյանքի պսակը։ Հայտնություն 2:10 Երբ դուք գտնում եք ավելին, քան սպասվում է, երբ դուք պատասխանատվություն եք ստանձնում, երբ ոչ ոք չի ուզում, այդ ժամանակ դուք դառնում եք ոչ միայն մարդկային, այլ նաև հոգևոր առաջնորդ։ Հիշեք, որ վստահությունը սկսվում է մաքուր սրտից, ինչպես գրված է. Երանի նրանց, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն։ Մատթեոս ավետարան 5:8 Սիրելիներ, ամփոփենք այս ամենը։ Մտածեք, ինչն է մինչ այժմ օգնել ձեզ հաջողության հասնելու համար։ Այն իրավիճակներ, որտեղ դուք եւ ձեր թիմը հաղթել եք, կարող են վկայել ոչ միայն ձեր ջանքերի, այլ նաեւ Աստծո ներգործության մասին ձեր կյանքում։ Կենտրոնացեք Աստծո կողմից տրված կարողությունների վրա, նրա ողորմության եւ առաջնորդության վրա։ Հուսացիր Տիրոջ վրա ամբողջ սրտովդ, եւ նա կհարթեցնի քո ճանապարհները։